որ մենք ամսի 1-ին ունեցանք խնդիր Պռոշյան Ավանում, տրանսպորտի հետ կախված, ներմարզային այս լուծումը ինչ առաջարկել էր կառավարությունը, մենք կանգնել էինք բազմաթիվ խնդիրների առջև եւ դուրս էին ուզում հանել 25 ամառի երթուղի։ Ուստի մեր պայքարը շարունակվեց, պայքարի ընթացքում ավտոբուսը պահպանվեց, դրանից հետո ամսի 1-ով հանկարծակի առանց որևիցե մեկին տեղյակ պահելու ժողովուրդը հանկարծակի եկավ եւ 25 ամառի երթուղին մենք ժողովուրդը որ խնդրել էինք մեր տրանսպորտը պահպանվեր մինչեւ Պռոշյանի մուտքը գոնե կամարի մոտը մեզ մերժում էին 300 մետր 400 մետր այդ հեռավորությունը մերժում էին ամսի 1-ով այդ 300-400 մետր հեռավորությամբ իջեցրեցին ավելի ներքև Վանահովի թաղամասի մոտ ուստի ժողովրդի բորբոքվածությունը հասավ այն աստիճանի, որ մենք պետք է փակեինք կրկին ճանապարհ, այնուհետև երեկոյան ոստիկանությունից համապատասխան մարմինները զանգահարեցին եւ տեղեկացրեցին, որ առավոտյան ձեզ կընդունի փող ոստիկանապետ Հակոբյանը։ Եվ ես ժողովրդին խնդրեցի, որպեսզի ակցիան դադարեցնենք, քանի որ ես պետք է հանդիպեմ փող ոստիկանապետի հետ եւ լուծումներ են առաջարկելու ի օգուտ ժողովրդի։ Եվ այնուամենայնիվ հաջորդ օրը երբ հանդիպեցինք փող ոստիկանապետ Հակոբյանի հետ, ես նախ շնորհակալ եմ պարոն Հակոբյանին, քանի որ նա դրական լուծում տվեց մեզ եւ մեր տրանսպորտը եկավ հասավ Պռոշյանի մոտ։ Բայց հետևյալումն է խոսքը, մենք ոչ թե դժգոհում ենք այս ամեն ինչից, ուղղակի հարգելի լրագրողներ, իլուր Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր մարմիններին ուզում եմ ես կոչս հնչեցնել հետևյալում, լուրեր են շրջանառվում, որ մուլտիտրանս ընկերությունը ցանկանում է խոչընդոտել 25 ամառի երթուղին, որովհետև երևի գիծը ուզում է ամբողջովին իրենով անել, բայց գիտեք ինչ, Պռոշյան Ավանը բազմաթիվ բնակչություն ունի, 7000-ից ավել բնակչություն ունեցող եւ աճող, այսպես ասեմ, գյուղ է, Ավանը ինքը չի կարող մենակ իր 277 տրանսպորտով ապահովել։ Ուղղակի ես այսօր ես եւ ընկեր Պետրոսյանը ներկա ենք այստեղ նրա համար մեր հորդորն ենք եւ պահանջն ենք ուղում հղել մուլտիտրանս ընկերության ներկայացուցիչներին, որ հեռու մնացեք նման բոյկոտներից։ Այլապես ձեր տրանսպորտը թույլ չի տա պռոշյանցին, որ ներս մտնի Պռոշյան։ Աշխատեք, պռոշյանցին դեմ չի։ Ձեր 277-ից օգտվում է ամբողջ գյուղը։ Թե օգտվող մենաշնորհացման կանեն, այսինքն միայն իրենք գալիս է դրան, հարգելիներս, գալիս է դրան, գիտեք ինչ, մեր Պռոշյան համայնքը կրկնում են, բնակիչները դեմ չեն 277 տրանսպորտի գյուղ մտնելուն, բայց երբ նրանք շարունակեն մեր այս հորդորներով իրենց վախերը արթնացնեն 25 ամառի երթուղու հետ կախված, համոզված եղեք, գյուղը կրկին ավելի մեծ բուրըն ոտքի կկանգնի եւ կարգելի մուտքը 277 տրանսպորտի։ Դուք ասել եք, վախեցնում է վարորդներին, մուլտիտրանսի ներկայացուցիչները վախեցնում են վարորդներին, ինչ են վախեցնում։ Դա չեմ կարող այս պահին, գիտեք ինչ, ինչ որ ես տվյալ չունեմ, կոնկրետ ինչ որ գիտեք ինչ, հարգելիներս, բոլորս է գիտենք, եթե նման լուրերը կա, հենց այնպես լուրերը չեն լինում։ Բայց ինչ կարգի լուր է։ Լուրերը, որ սպառնում են, վարորդներին զանգահարում են, հեռախոսներ են փոխանցում, հեռու մնացեք, գիտեք ինչ։ Ես ուղղակի այժմ հարգելի մուլտիտրանս կրկին անգամ Պռոշյան համայնքի բնակիչների անունից հորդորում եւ խնդրած կլինենք մենք նաեւ ձեզ։ Աշխատեք, ձեզ ոչ մեկ չի խոչընդոտում։ Եկեք Պռոշյան համայնք, վայելեք հարգանք,
այլ ոչ թե ձեր կոպտություններով ցանկանաք ինչ որ առաջ անցնել։ Չի լինի նման բան։ Պրոշյանցին երբեք թույլ չի տա։ Բայց երբ հանդիպեցիք փոխոստիկանապետին, այդ ձեր տավախությունը։ Փոխոստիկանապետի, այո, բոլորին տեղյակ պահված է այդ ամենը, փոխոստիկանապետը մեզ վստահեցրել է եւ ասել է, որ 25 համարի ավտոբուսը ձեր ցանկացած ժողովրդի պահանջով հասնում է մուտք։ Դուք ուրիշ բողոք ունեք, ասենք ոչ։ Միայն չխոչընդոտեն մեզ, չխոչընդոտեք 25 համարի երթուղուն, որպեսզի նորմալ գործի 25 համարը։ Այո, գալիս է, նորմալ մուտք է գործում, ուղղակի է, ես ձեզ ասեմ, 25 համարի երթուղու հետ կախված 25 համարը, երբ որ բերել էինք երթուղին, կանգնեցրել էինք կամարի տակը, չի մտեք գյուղ, ընդամենը կամարի տակ, ճանապարհի վրա։ Այնտեղ Քասախի բնակիչներից եղել էին նկարահանումներ, նկարը ցանցով տարածել էին եւ բոյկոտ էին ուզում իրականացնել, ասելով, որ Պրոշյանի հարցը լուծվել է, մերն էլ պետք է լուծվի նմանատիպ բողոքներով, բայց այնինչ մեր մուտքը սկսում է հենց կամարի մոտից, Քասախի մուտքը սկսում է ներքևից, բան չունեմ ասելու, հարգելի լրագրողներ, ես այսօր նայեք, ինչքան է մեր մուտքի մոտ է հասել, բայց Պրոշյան համայնքի բնակչությունը, ներքևի բնակչությունը մոտ կիլոմետր ու կեսից ավել ճանապարհ ոտքով անցնում է, որ հասնի 25 համարին։ Դա շատ բարդությունների է առաջ քաշում։ Նույնը քասախցիներին է, որ իրենք այդ դիքը բարձանալն են իրենց համար խոչընդոտ, բայց մենք երբեք իմ ու քոն չենք արել։ Մի քիչ տգեղ է ստացվում այս ամենը, Քասախի հետ կախված այսօր իրենք նույնպես պետք է բոյկոտ անեին, բայց դա չեղավ։ Ոնց որ մարզպետի հետ իմանալով մարզպետի հետ հանդիպում է կայացվել, երեկոյան իմ իմացած տվյալներով մուլտիտրանսը հայտարարություն է տարածել, որ գյուղի բնակչությանը անվճար կիչացնի շոշի տակից անվճար կբարձրացնի դեպի Քասախի մեջ։ Դրա համար գյուղացիները մի քիչ ոնց որ ոտները կախեն գցե, բայց պետք է հանդիպեն այսօր մարզպետի էլի ինչ-որ պատկան մարմինների հետ, որպեսզի գրավոր պատասխան ստանան։ Հիմա ձեր խնդիրը միայն մուլտիտրանսի։ Մեր խնդիրը ուղղակի մեր հորդորը, որ այո, մեզ չխոչընդոտեն, թող իրենք էլ աշխատեն, 25 համարն էլ աշխատի։ Ոչ մի խնդիր էլ չունենք, այո, եթե մեր 25 համարը այսպես մնա, մենք ոչ մի խնդիր չունենք։ Մենք ես կրկնում եմ, շնորհակալ եմ պարոն Հակոբյանին, մեր փոխոստիկանապետին, որ մեր ժողովրդի խնդրանքը չմերժեց, քանի որ իրոք հարգելի լրագրողներ, քանի որ վերջի կանգար կայանելը համարում էին պաշտպանության նախարարության մուտքի մոտը, անհնար էր այնտեղից ոտքով հասնել Պրոշյանի մեջ, քանի որ ոչ մայթեզր կա, ոչ հնարավորություն կար, ժողովրդին անընդհատ անընդմեջ վտանգներ էր սպառնում, որտեվ արագընթաց տրասա է դա, չէր կարող այդպես լինել։ Այո, գալիս է 25 համարը գալիս է մուտքի մոտ։ Մենք եթե առանց խոչընդոտների պահպանվի մեր 25 համարը, Պրոշյան համայնքը ոչ մի բողոք չի ունենա, թե կառավարության, թե ինչ որ մեկի հետ։ Միայն մեր հորդորը այն է մուլտիտրանս։ Դու էլ աշխատի, 25 համարն էլ աշխատի։ Կառավարության մոտ եք եկել, որ խնդրեմ ընկեր Կառավարության մոտ կներեք, էլի բարեզես։ Կառավարության մոտ եկել հասել եք, որ շնորհակալություն հայտնեք փոխոստիկանապետին,